Օրհնյալ Աստված, գալիս եմ քո ողորմության գահի առաջ, քո որդի Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր, խնդրում եմ, իմ կյանքի ամեն փուլում, ամեն վայրկյանին, ամեն ժամին և ամեն բնագավառում, ամեն պահի երբ կլինեմ ընտրության առաջ, բարու և չարի միջև, ճշմարտության և ստի միջև, քո կամքի և հակառակորդի կամքի միջև, խնդրում եմ, Տեր, ուժ տուր, որ միշտ ընտրեմ քո կամքը։ Օգնիր ինձ, Տեր, օգնիր քայլեմ այն ճանապարհներով, որը որ դու ես ընդգծել ինձ համար։ Օգնիր լինեմ այն զավակը, որը որ դու ես ուզում դառնամ քեզ համար։ Օգնիր, Տեր, միշտ մնամ հավատարիմ այն արժե համակարգին ու այն արժանինքներին, որոնք որ դու ամեն օր քո Աստծո խոսքով, Աստվածաշնչով քարոզում ես մեզ։ Օգնիր, Տեր, օգնիր ամեն տեսակ շեղումներից, սխալներից, պայքարներից, որտեղ որ կարող եմ ընկնել ու սխալվել։ Տեր, երբեք թույլ չտաս, որ ես սխալվեմ, անգամ եթե ինչ-որ միտեղ գայթակղվեմ ու վայր ընկնեմ։ Բռնիր ձեռքս ու ինձ բարձրացրու, ով Սուրբ Հայր, քո որդի Հիսուս Քրիստոսի անունով, Տեր, քանզի ես մանուկ եմ, քանզի դեռ նոր եմ սովորում, քայլել այս ճանապարհով, որը նեղ է, փշոտ է, դժվար է։ Գուցե այս ճանապարհի մեջ լինեն ինչ-որ բաներ, որոնք ինձ հետ կպահեն, գուցե լինեն վախեր, անհանգստություններ, գուցե լինի ձգտում նոր բանի, հաջողության, բայց ինչ էլ որ ձգտեմ, Տեր իմ Աստված, թող առաջնայինը լինի միայն ու միայն քո կամքը։ Օգնիր ինձ, Տեր, իմ կամքը հնազանդեցնել քո կամքին, իմ անձը ենթարկեցնել քո Սուրբ Հոգուն, դառնալ հավատարիմ քեզ, քո խոսքի ու քո ավետարանչության մեջ նախանձախնդիր, քո կամքը կատարելու մեջ առաջնորդ ու առաջնային, առաքյալ ու ավետարանիչ, օգնիր ինձ, Տեր, օգնիր ինձ, որ երբեք չշեղվեմ ու չսխալվեմ, Տեր, օգնիր, որ երբեք չհեռանամ քեզանից ու բաց չթողնեմ այն ձեռքը, որը որ ինձ փրկության առաջնորդեց։ Պահիր ամեն շեղումներից, սխալներից, պահիր, Տեր, որոնք որ կարող եմ գործել։ Օգնիր, Տեր, որ միշտ մնամ քո աղջիկը, այն աղջիկը, որ երբեք քո ոտքերից հեռու չի գնա, այն աղջիկը, որ միշտ քո գրկի մեջ լաց կլինի, ամեն պահի դժվարության մեջ։ Եվ Տեր, խնդրում եմ, կյանքիս որ փուլում էլ որևէ հաջողություն ունենամ, ինձ թույլ տուր գիտակցել, որ դա միայն ու միայն քո կամքն էր, քո օգնությունը, և եթե չլիներ քո ձեռքը, ես չէի կարող հասնել այդ բարձունքին։ Օգնիր, որ ամեն աստիճան բարձրանալուց կլինի հոգևոր կյանքում թե ֆիզիկական, ես միշտ գնահատեմ այդ աստիճանի բարձրությունը և հասկանամ, որ այդ աստիճանին հասել եմ ներքևից բարձրանալով և այդ բարձունքի մեջ թող իմ հզոր զենքը դառնա խոնարհությունը, որ երբեք ու երբեք ինքս իմ մեջ չհպարտանամ, չմեծամտանամ, որ միշտ մտածեմ այդ ամենը, Տեր, քո հզոր ձեռքի շնորհքն է, և եթե քո ձեռքը չլինի մեր վրա, մենք ուղղակի փոշու հատիկ ենք այս աշխարհի մեջ։ Օգնիր, որ ճիշտ գնահատեմ այն պարգևները, որ դու ես դրել իմ մեջ, և ծառայեցնեմ միայն ու միայն քո փառքին, հավատարիմ մնամ քեզ, ուր որ կլինեմ, ուր որ կգնամ, և ինչքան առաջ գնամ, միայն ու միայն հետ դառնալով ծառայեմ, 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 դառնամ նվիրյալ զավակ, քո փառքին ծառայող զավակ, քո ժողովրդի համար ծառայող զավակ, և ինչպես քո խոսքի մեջ ես ասում, Տեր Հիսուս, եթե ուզում ենք բարձր լինել, պետք է ամենավերջինը լինենք,
իմ սիրտն ու հոգին այդպիսին դարձրու, որ ես ամենավերջինը լինեմ մարդկանց մեջ։ Տեր, քեզ եմ հանձնվում, քեզ եմ տալիս իմ սրտի փոքրիկ գաղտնիքները, այն մտորումները, Տեր, որոնք որ դու գիտես։ Օգնիր ինձ, Հիսուս, եւ երբեք թույլ չտաս, որ ես սայթակեմ ու սխալվեմ, ու շեղվեմ ու հեռանամ քեզանից։ Դու այն գանձն ես, Տեր, որ ես գտել եմ ու առանց քեզ երբեք չեմ կարող ապրել։ Թույլ չտաս, Տեր։ Ինչպես ծնողը, երբ իր զավակն անգամ սխալվելով ձեռքը բաց է թողնում, դու լինելով իմ ծնողը երբեք չթողնես այս ձեռքը։ Իմ ձեռքերը քեզ եմ տալիս, պապ ջան, բռնիր ու երբեք չթողնես։ Ես քեզ եմ հանձնվում, քեզ եմ հանձնում իմ կյանքը, կյանքիս ամեն կթարթը, ժամը, վայրկյանը, ընթացքը, եւ մինչև կվերցվեմ այս երկրի վրայից, Տեր, խնդրում եմ, թող լինեմ Դավթի սրտով հարազատ զավակդ, ապաշխարող զավակդ, խոնարհ սիրտ ունեցող զավակդ, որ երբեք չհեռանամ քեզանից։ Փառավորվես ու մեծարվես, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Աղոթեցի մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Հալելույա։ Ամեն։